Բարի երեկո, դուք դիտում եք օրդրատվական ծրագրի հիմնական թողարկումը, գլխավոր թեմաները համառոտ։ Ղարաբաղ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական անդոր։ Հեռախոսազրույցներ, որի ժամանակ քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը։ Պուտինն ու Օլանդը պայմանավորվել են շարունակել ակտիվ համատեղ աշխատանքը ԵՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ Ջոն Քերին էլ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին կոչ է արել հակամարտության գոտում խուսափել լարվածությունից։ Սահմանադրական բարեփոխումների գործընթացը շարունակվում է, շատ հարցերում արդեն հստակություն կա։ Արդեն հասել ենք որոշակի մի հանգրվանի, երբ որ պետք է ամփոփել այն ինչ որ մենք ունենք։ Երկու հայկական պետությունների համապատասխան կառույցների միջև տնտեսական մրցակցության կարգավորման ոլորտում համագործակցության խորացման առնչվող հարցերը քննարկվել են նախագահականում։ Զորավիգ լինել հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած հայրենիների ընտանիքներին, մենք մեր զինվորի կողքին ենք, բարեգործական ծրագիրը շարունակվում է։ Մոտարապես մենք 1100 հրատնապարկ ենք պատվիրել, այդքան չափ պահանջ կար։ Օգնության ձեռք մեկնողներն այս անգամ օվկիանոսից այն կողմ ապրողներն են, Վեգասի մեր հայրենակիցները։ Հունիսի 30-ի լույս հուլիսի 1-ի գիշերը Ղարաբաղ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական անդոր։ Հրադադարի ռեժիմը հակառակորդի կողմից խախտվել է հիմնականում հրաձգային զինատեսակներից։ Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը եւ շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն։ Մարտակերտի շրջանի Թալիշ համայնքի ղեկավար Վիլեն Պետրոսյանը Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին դիմում է ներկայացրել այն մասին, որ համայնքի գյուղատնտեսական նշանակության տարածքներում ադրբեջանական զինված ուժերը հրաձգային զինատեսակներից անկանոն կրակ են բացել հացահատկի բերքահավաք իրականացնող խաղաղ բնակչության ուղղությամբ։ Համայնքի ղեկավարը տեղեկացրել է նաև, որ անվտանգության նկատառումներով բերքահավաքի աշխատանքները դադարեցվել են։ Արցախի օմբուդսմենի աշխատակազմն այս առիթով հանդես է եկել հայտարարությամբ։ Մարդու իրավունքների պաշտպանը խստորեն դատապարտում է Թալիշ համայնքի բնակիչների կյանքի իրավունքի եւ սեփականության իրավունքի նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի ոտնձգությունը եւ միջազգային հումանիտար իրավունքի պահանջների ոտնահարումը, մարդու իրավունքների պաշտպանության առաքելություն իրականացնող եւ հատկապես Ադրբեջանում գործունեություն ծավալող իրավասու միջազգային կազմակերպություններին պաշտպանը կոչ է անում գործու միջոցներ ձեռնարկել նման դեպքերը բացառելու ուղղությամբ։ Միաժամանակ մարդու իրավունքների պաշտպանի հանրարարությամբ Մարդու իրավունքների պաշտպանի մասին ԼՂՀ օրենքով սահմանված կարգով պաշտպանի աշխատակազմն իրականացնում է միջադեպի հանգամանքների փաստագրում եւ իրավական վերլուծություն, որոնց արդյունքները հասանելի կդարձվեն հանրությանը։ Ադրբեջանն ապրիլին Արցախից չէր սպասում այդքան հզոր պատասխան։ Ադրբեջանցիները չկարողացան դիմակայել եւ շատ ավելի տուժեցին, քան կարծում էին։ Այս դիրքորոշումը Շվեյցարիայի խորհրդարանի փոխնախագահ Դոմինիկ դե Բյումանինն է։ Նրա խոսքով Ադրբեջանա-Ղարաբաղյան հակամարտությունը չափազանց բարդ խնդիր է, որին անմիջապես լուծում տալը պետք է շատ դժվար լինել։ Չի կարելի ասել, որ ԵՀԿ Մինսկի խումբը ոչինչ չի արել, պարզապես ԵՀԿ Մինսկի խումբը չունի ինչ-որ հստակ ծրագիր, սակայն ունի իր տեսլականը կապված հակամարտության համակարգման հետ։ Իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա նրա ներգրավվածությունը պայմանավորված է իր պատմական ռազմավարական դերով, նշել է Շվեյցարիայի խորհրդարանի փոխնախագահը։ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիևի հետ ու կոչ արել խուսափել լարվածությունից Ադրբեջանա-Ղարաբաղյան հակամարտության գոտում։ ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության փոխանցմամբ Քերին երկու նախագահների հետ առանձին հեռախոսազրույցների ժամանակ հիշատակել է, որ վերջին շրջանում հրադադարի ռեժիմը հիմնականում պահպանվում է։ Ամերիկացի դիվանագետը դիմել է երկու երկրների նախագահներին, կոչ անելով կատարել այն պարտավորությունները, որոնք վերջիններս ստանձնել են Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումների ժամանակ։ Իդեպ Միացյալ Նահանգները վերահաստատել է, որ հետաքրքրված է Ադրբեջանա-Ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման մեջ։ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Ջոն Քերբին մեկնաբանելով պետքարտուղար Ջոն Քերիի Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ հեռախոսազրույցները հայտարարել է։ Զրույցների ընթացքում անշուշտ խոսվել է Լեռնային Ղարաբաղի մասին եւ թե ուր են տանում այդ գործընթացները, մեր ցանկությունն է տեսնել այնտեղ խաղաղ կարգավորում, ասել է նա։ Ավելի վաղ Ամերիկայի ձայնի հետ զրույցում ԵԱԿ-ի Մինսկի խմբի ԱՄՆ-ի համանախագահ Ջեյմս Օրլիքը համոզմունք էր հայտնել, որ միայն եւ միայն հրադադարի պահպանման դեպքում է հնարավոր արդյունավետ բանակցություններ վարել։
Դեսպանը նշել էր, որ բանակցային ներկայացում սեղանին են դրված մի քանի առաջարկություններ, որոնց շուրջ կողմերը ունեն հակասություններ, սակայն համաձայնության գալը հնարավոր է, առավել ևս, որ պահը դրա համար հասունացել է։ Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսուଆ Օլոնդը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են Ադրբեջան-Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Պուտինը Օլանդին որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի նախագահի տեղեկացրել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ հանդիպման արդյունքները։ Միաժամանակ Ռուսաստանի և Ֆրանսիայի առաջնորդները հույս են հայտնել, որ այդ հանդիպման ժամանակ ձեռք բերված արդյունքները կնպաստեն խաղաղ գործընթացի առաջընթացին։ Պուտինն ու Օլանդը պայմանավորվել են շարունակել ակտիվ համատեղ աշխատանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ Հիշեցնեմ, որ ավելի վաղ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Մակ Էյրոն Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ Փարիզը պատրաստ է Ադրբեջան-Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով նոր բանակցություններ անցկացնել։ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի ընդլայնման աշխատանքները ճշգրտման փուլում են, այս մասին TRT-ին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը, ընդգծելով, որ ժամկետներ հայտնել չի կարող։ Թիմը կընդլայնվի, երբ լինեն ճշգրտումներ, իսկ ճշգրտումները դեռ ընթացքի մեջ են, չեմ կարծում, որ շատ ժամանակ պահանջի, կախված է դետալներից, հավելել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը։ Սահմանադրական բարեփոխումների գործընթացը շարունակվում է, պարզապես նաև ապրիլյան իրադարձությունների հետևանքով աշխատանքների նախնական ժամանակացույցն է փոփոխության ենթարկվել։ Բակո Սահակյանի հունիսի 29-ի հրամանագրով ևս մեկ ամսով երկարաձգվել է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի ներկայացման վերջնաժամկետը։ Ըստ այդմ, սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հայեցակարգը նախագահին կներկայացնի մինչև օգոստոսի 1-ը։ Սահմանադրական բարեփոխումների գործընթացը շարունակվում է, շատ հարցերում արդեն հստակություն կա, վստահեցնում է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահը։ Արդեն հասել ենք որոշակի մի հանգրվանի, երբ որ պետք է ամփոփել այն ինչ որ մենք ունենք, որպես նախնական մշակումներ, բայց մի անգամ եւս մեր քաղաքական ուժերի եւ հանրային կյանքի մեր հիմնական դերակատարների հետ միասին ճշտելով այն տիրապետող տեսակետները, որ կան մեր պետական կառավարման համակարգի մոդելների հարցում։ Կատարած աշխատանքն իմի բերելու եւ դրա շուրջ որոշակի շրջանակների հետ քննարկումներ անցկացնելու անհրաժեշտությունից ելնելով մասնագիտական հանձնաժողովի նախագահը երկրի ղեկավարին դիմել է հայեցակարգը ներկայացնելու վերջնաժամկետը եւս մեկ ամիս երկարաձգելու առաջարկով։ Նախագահն ընդառաջել է։ Դա արվել է մեր արդեն կատարված աշխատանքը ամփոփելու եւ այդ աշխատանքների շուրջ հանրային քննարկումներ կազմակերպելու նպատակով։ Թե որ հարցերում է հստակություն մտցվել, կառավարման որ համակարգն է առաջարկվելու սպասվող փոփոխություններով, Աշոտ Ղուլյանը չի մանրամասնում, հանձնաժողովը գործունեության կարգ ունի, պետք է պահպանել կարգը։ Այդ կարգով ենթադրվում է, որ բացի հայեցակարգը ներկայացնելուց, մասնագիտական հանձնաժողովը նաև այդ հայեցակարգի հանրային քննարկումներ է անցկացնելու որոշակի շրջանակների հետ։ Նորայր Հովսեփյան, Մերուժան Մարտիրոսյան, օր։ Նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի պատվիրակությանը կառույցի ղեկավար Արտակ Շաբոյանի գլխավորությամբ։ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ հանդիպմանը, որի մասնակցում էր ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանը, քննարկվել են երկու հայկական պետությունների համապատասխան կառույցների միջև տնտեսական մրցակցության կարգավորման ոլորտում համագործակցության խորացմանն առնչվող հարցեր։ Եվ մտածում եմ աշխատանքներ շատ կան, որ կարող Մենք ներկայացրեցինք մեր առաջիկա աշխատանքային գործունեության ուղղությունները, մեր հանդիպումը նաև մեր այս առանձնահատուկ է նրանով, որ մենք այս անգամ հանդիպել ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հիմնական տնտեսվարողների հետ, որոնք զբաղվում են արտադրություններով։ Եվ մենք վերջերս ուսումնասիրություն ենք իրականացրել Հայաստանի Հանրապետությունում հայկական արտանող ընկերությունների շրջանում պարզելու համար, թե արտանման ինչպիսի խոչընդոտներ կան։ Եվ դրա արդյունքում հրավիրել ենք Ռուսաստանի խոշոր առևտրային ցանցերին եւ հանդիպում ենք կազմակերպել հայկական արտանող ընկերությունների հետ, պարզելու համար, թե արտանման ոլորտում ինչպիսի խնդիրներ կան եւ նաեւ ուղիղ կապ ստեղծել
հայկական ընկերությունների եւ Ռուսաստանի առևտրային ցանցերի միջև։ Մի քանի ոլորտներ կան, որոնք հետաքրքրում են ռուսական ընկերություններին, դա միրգ, բանջարեղեն, ձկնամթերք, կատնամթերք, ալկոհոլային մրգային խմիչքներ, պահածոների արտադրություն եւ այլն, եւ ի ուրախություն մեզ պետք է ասեմ, որ արդեն կան կոնկրետ պայմանավորվածություններ ռուսական ընկերությունների եւ հայկական արտանող ընկերությունների միջև եւ ցանկանում են ապրանքների ներմուծումները Հայաստանից ավելացնել։ Եվ մենք այս առիթը ուզում ենք օգտագործենք, որպեսզի Ղարաբաղի Հանրապետության ընկերությունների նույնպես ներգրավենք այս գործընթացի մեջ եւ պետք է ամեն ինչ անենք, որպեսզի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընկերությունները, արտադրող ընկերությունները հայաստանյան ընկերությունների հետ համագործակցելու միջոցով կարողանան իրենց իրացման ծավալները ավելացնել։ Իսկ մինչ այդ տեղի ունեցել ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի եւ Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի համատեղ նիստը։ Հանդիպմանը ներկայացվել են համագործակցության համաձայնագրի շրջանակներում կատարված աշխատանքները եւ նախանշվել անելիքները։ Հանձնաժողովների նախագահները հաստատել են առաջիկա 1 տարվա համատեղ աշխատանքային ծրագիրը։ Հայկական երկու հանրապետությունների կարգավորող կառույցների ղեկավարները բավարար գնահատեցին համագործակցության համաձայնագրի շրջանակներում կատարված աշխատանքները։ Երկու հանձնաժողովների միջև համագործակցությունը միշտ էլ եղել է պատշաճ մակարդակի վրա եւ այն տարեց տարի ընդլայնվում է, ներառելով նոր ուղղություններ։ Համատեղ աշխատանքային նիստի ընթացքում կողմերը հաստատել են առաջիկա 1 տարվա աշխատանքային ծրագիրը։ Շարունակվելու է ակտիվ համագործակցությունը հիմնական ուղղություններում, մասնավորապես համատեղ վարույթների անցկացումը, համատեղ ոլորտային ուսումնասիրությունները, հատկապես այն ոլորտներում, որտեղ կան սոցիալական կարևոր նշանակությամբ խոշոր ընկերություններ։ Այդ ոլորտներում գնագոյացման հաշվարկների իրականացման նպատակն է թույլ չտալ խոշոր ընկերություններին չհիմնավորված գների բարձրացում։ Շատ կարևոր ուղղություն է տեղեկատվության փոխանակումը։ Դեպքեր ենք ունեցել, երբ որ անբարեխիղճ մրցակցային գործունեություն ենք բացահայտել Հայաստանի Հանրապետության տարածքում, վարույթ ենք հարուցել, կանխվել են այդ դրսևորումները, սակայն պարզվել է, որ անբարեխիղճ տնտեսվարողները այդ երևույթները շարունակում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում։ Ակտիվ փոխգործակցության շնորհիվ ապրանքային շուկաներում հայտնաբերված խախտումների վերաբերյալ տեղեկությունների փոխանակմամբ բազմաթիվ հակամրցակցային գործողություններ են բացահայտվել ինչպես Հայաստանի, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գրանցված տնտեսվարող սուբյեկտներ կան, որոնք մասնակցում են պետական գնումների ոլորտում մրցույթներին Հայաստանի Հանրապետությունում եւ ձեր օգնությամբ, ձեր աջակցությամբ այն տեղեկատվությունը, որ տրամադրվում է, ուսումնասիրվում է, մենք այդ ուսումնասիրության արդյունքում բազմաթիվ խնդիրներ ենք բացահայտել։ Նիստին ներկայացվեցին նաև աղ, սուրճ, թեյ, ապրանքային շուկաների կառուցվածքի ուսումնասիրության եւ հանձնաժողովի կողմից իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքները։ Համատեղ նիստին, որին մասնակցում էին նաև ԼՂՀ տարածքում արտադրողների եւ ապրանքանյութական արժեքների արտահանմամբ զբաղվող գործարարները, քննարկվել են արտահանման արդյունավետության բարձրացմանն ու հանրապետության սահմաններից դուրս միասնական տարածքում համագործակցության մեխանիզմների կատարելագործմանը վերաբերող հարցեր։ Գոհար Ռուստամյան, Միրուժան Հայրապետյան, օր։ Հայ առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմն այս տարի 3-րդ անգամ իրականացնում է «Մենք մեր զինվորի կողքին ենք» բարեգործական ծրագիրը։ Նախաձեռնության շրջանակներում Արցախի թեմի առաջնորդարանում այսօր նյութական աջակցություն են ստացել ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների հարազատները։ Ծրագրի նպատակն է զորավիգ լինել հայրենիքի համար իրենց կյանք նվիրաբերած հայրենիների ընտանիքներին։ Առաջնորդարանում ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների հարազատներն են, այն հերոսների հարազատները, ովքեր իրենց կյանքը զոհաբերել են ազատության եւ անկախության համար։ Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմակալ առաջնորդի խոսքով քառորդ դար հետո էլ պայքարը նույնն է, ազատության համար են կռվել տղաները։ Ցավոք ոմանք այլևս մեզ հետ չեն ֆիզիկապես։ Արդարության համար, ազատության համար ցավոք սրտի միշտ զոհեր է պահանջում։ Իսկ այդ զոհերը մեզ համար սուրբ են։ Գիտեք, հայրենիքի հավատքի համար զոհվողը Աստծո կողմից ստանում է սրբի պսակ։ Իրենք մեզ համար ամենանվիրական տղաներն են։ Սրբերի նահատակների շարքին են դասվում։ Եվ մենք ճիշտ է տխուր ենք, ֆիզիկապես կորուստ ենք ունենում, բայց ձեռք ենք բերում սրբերի բանակ, որոնք մեզ համար արդեն բարեխոսում են երկնքից, ավել են մեզ զորացնում։ Մեր հոգևոր հայրենիքը մեծանալով մեծանում է, սրբերի հայրենիքը, սրբերի բանակը,
Այդ իմաստով թող մեզ բոլորիս դա լինի մի մեծ մխիթարություն շարունակելու մեր այս սրբազան արդար պայքարը մինչև վերջնական հաղթանակ, որն էլ մենք ազգովի պիտի տանենք։ Հայ առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմը շարունակում է իր «Մենք մեր զինվորի կողքին ենք» բարեգործական ծրագիրը։ Այն կյանքի է կոչվում ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ, թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ arczepiskopos Կճոյանի նախաձեռնությամբ։ Այս տարի բարեգործական նախաձեռնության համար հանգանակվել է 50 միլիոն դրամ, 500,000 դրամ տրամադրվում է ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքներին։ Անհրաժեշտ են նախ եւ առաջ նրա համար, որպեսզի Արցախի ձայնը, դա ամբողջ հայության ձայնն է, մենք էլ որպես մի մասնակից ենք, մեր ձայնն ենք բերում, մեր կարողությունների սահմաններում, հստակ ընդգծված ցույց տալով, որ Արցախը դա մեր մտածումների եւ ապրումների կիզակետում է գտնվում, դա մեր արժանապատվություն է, դա մեր լինելիության հայ ժողովրդի լինելիության հարցն է, եւ եթե որևէ մեկ հայ աջակից է, ուրեմն պետք է իրենից մի բան տա այդ աջակցությանը, որպեսզի Արցախի ժողովուրդը մենակ չզգա, զգա, որ ինքը ամբողջ հայ ժողովրդի ուշադրության կենտրոնում է, ոչ նպատակը սա է։ Դրամական օգնությունը զոհված զինծառայողների ընտանիքներին տրամադրում են Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության սոցիալական վարչության տրամադրած ցուցակով, իսկ «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագիրը գործում է արդեն 3 տարի։ Պարքև arczepiskopos Մարտիրոսյանը նկատում է, նյութական աջակցությունից առավել կարևոր է այս ընտանիքների հետ ցանկացած հանդիպում, նրանց գոտե պնդել է պետք։ Սա մի փոքրիկ ուշադրություն է ընդհանրապես, որով մենք փորձում ենք մի փոքրիկ մխիթարություն բերել մեր այս ընտանիքներին, որոնք հերոսներ են տվել ազգի համար։ Փորձում ենք դրանով գոնե մի փոքրիկ ինչ իրենց գոտե պնդել, որովհետև մեր այս ճանապարհը դեռ երկար է, դեռ մեծ ջիքեր է պահանջում մեզանից։ Մեր ազգն էլ պետք է լինի միաբան, համախումբ, արիական կամքով, պիտի շարունակենք այն, ինչի համար մեր երիտասարդները իրենց կյանքը եւ արյունն են տալիս։ Մենք մեր զինվորի կողքին ենք բարեգործական ծրագրի շրջանակներում արդեն բաշխվել է 100 միլիոն դրամ, նպատակն անփոփոխ է՝ զորավիգ լինել հայրենիքի համար իրենց կյանքն ու առողջությունը նվիրաբերած հայրենիքների ընտանիքներին ուշադրության կենտրոնում պահելով բանակը։ Նարեկ Սահակյան, Բենիկ Ղարախանյան, օր։ Ապրիլյան ռազմագործողություններից հետո աշխարհասփյուր հայությունը եւս մեկ անգամ հաստատեց Արցախի կողքին կանգնելու կամքը։ Օգնության ձեռք մեկնողներն այս անգամ օվկիանոսից այն կողմ ապրողներն են, Վեգասի մեր հայրենակիցները։ Vegas for Artsakh նորաստեղծ կազմակերպությունն այսօր իր առաջին նախաձեռնությունն է կյանքի կոչել։ Vegas for Artsakh կազմակերպությունը նոր է ստեղծվել, նպատակն ու առաքելությունը Արցախի կողքին լինելն է, դիրքապահ զինվորին ու տնտեսությանը սատար կանգնելը։ Կազմակերպության գլխավոր խնդիրը հենց մշտարթուն սահմանապահի կարիքները հոգալն է, սակայն այն պարագաներով, որոնք հնարավոր է արտադրել տեղում։ Միացյալ Նահանգներում եւ նամանավանդ Լաս Վեգաս քաղաքում հայ համայնքը ոտի կանգնա, որ ամեն ձևի փորձի Արցախի ժողովրդին օգնի։ Եվ մենք դե բանը մի փոքր ընկերություն կազմեցինք, կոչվում է Vegas for Artsakh, Vegas Artsakh-ի համար, եւ կազմակերպեցինք տարբեր պահեր, որ համ կարողանանք ստեղի բանը տնտեսական վիճակին օգտակար լինենք, համ կարողանանք բանը մի ձևի օգնություն ուղղենք բանակին։ Կազմակերպության ներկայացուցիչները նախորդ պաշտպանության բանակի հետ ճշտել են անելիքները։ Ծրագրայից փուլը բանակին քնապարկերի տրամադրումն է։ Մոտարապես մենք 1100 հատ քնապարկ ենք պատվիրել, այդքան ինչա պահանջ կար, եւ այս գործանում իրանք արտադրանքը սկսին եւ վերջացրեցին եւ այսօր բան ներկայացանք, որ ստուգենք արտադրանքը, որակը եւ այլն։ Եվ նույն ժամանակ այսօր արտադրած քնապարկերը տանելու ենք հարդուտ եւ տարածվելու է սահմանում, որտեղ որ անհրաժեշտ է ու պետք է մեր զինվորներին։ Նախկին Ղարմետաքս կոմբինատի տարածքում գործող արտադրամասերից մեկում կազմակերպության ներկայացուցիչները ծանոթանում են որակին, անկեղծանում են այն գերազանցում է սպասելիքները։ Որակը հոյակապ է, համապատասխանում է ռազմական ստանդարտներին եւ ոչ մի թերություն չտեսանք, հակառակը շատ բարձր որակի արտադրանք է եւ վստահ եմ, որ մեր զինվորները ահագին կօգտվեն։ Կազմակերպությունը գլխավորում է Միքայել Օգանեսյանը, աշխատանքներում ներգրաված են հիմնականում գործարարներ ու դասախոսներ։ Vegas for Artsakh-ը նաեւ հանրապետությունում է ներկայացված։ Նորաստեղծ կազմակերպության նոր ճյուղը հիմնականում կազմակերպչական աշխատանքներով է զբաղվում։ Արցախյան ճյուղը հիմնականում զբաղվում է կազմակերպչական մասերով, ավելի ինֆորմացիա է հաղորդում, որպեսզի ծրագրերը
ավելի նպատակին հասնեն, ավելի մատչել լինեն։ Պաշտպանության բանակին քնապարկերով ապահովելու ծրագիրը շարունակվում է։ Առաջիկայում նաև նոր ծրագրեր են կյանքի կոչվելու։ Վեգասֆո Արցախը հաստատակամ է արցախցիների կողքին կանգնելու հարցում։ Սամվել Բալայան, Արտավազդ Գրիգորյան, օր։ Երևանում կայացել է Հայաստանի Հանրապետության վարչապետի լավագույն կին գործարար 2016 մրցանակաբաշխությունը։ Միջոցառումն իրականացվում է Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետության վարչապետի բարձր հովանու ներքո։ Վարչապետի մրցանակներից զատ այս տարվա մրցանակաբաշխության համար առաջին անգամ մրցանակներ են ստացել Արցախի կին գործարարների համար։ Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն հիմնադրամի գործադիր տնօրեն Լևո Մնացականյանը մրցանակ է շնորհել Արցախի 2 կին գործարարի՝ Սալոն Օրխիդեա ձևավորման սրահի տնօրեն Ռեգինա Գալոյանին և մեղրի արտադրությամբ զբաղվող Ազատուհի Սիմոնյանին։ Թումո ստեղծարատեխնոլոգիաների կենտրոնում շնորհանդես էր, պատանիներն ու աղջիկները ներկայացրել են նկարչության դասընթացի արդյունքները։ Շնորհանդեսին ներկայ էին նրանց ծնողները, դասընթացավարներն ու ընկերները։ Երկու դասընթացավարներ Անի Մանուկյանն ու Շամիրամ Խաչատրյանն ամիսներ շարունակ աշխատել են երեխաների հետ։ Նկարչության դասընթացները խթանում են երեխաների ստեղծագործելու ունակությունները։ Դրանք պիտի կերպարներ ստեղծեին, պատմություն այդ կերպարի շուրջ ու դա պատկերային կոմիքսի տեսքով։ Ամիսների տքնաջան աշխատանքի արդյունքը ակնհայտ է։ Շնորհանդեսին դասընթացի մասնակիցներն իրենք էլ ներկայացրին սեփական մտահղացման արդյունքը։ Իմ հերոսը սկզբում ցանկացել են, որ կիսառոբոտ, կիսամարդ լինի, բայց հետո որոշել եմ փոխել եւ հերոս դարձնեմ, որը փրկում է աշխարհը, բայց կոմիքսում նա փրկում է, որ գնացքը չընկնի ձորից եւ մեծ քանակությամբ մարդկանց է փրկում։ Իմ կերպարը սկզբում կրիա էր, սակայն ինձ ասեցին, որ պետք է նկարեմ մարդ, դրա համար ես նրան դարձրի կրիա մարդ։ Եվ նրա մեջ կծուրա եւ նրան ասում էին բոլորը կրիա, եւ ես որոշեցի, որ որպեսզի նրան կրիա չասեն, ես պետքա ինքը վազի եւ վազի մրցույթում հաղթի։ Իմ կոմիքսում ցուցադրել եմ այդ պահը, երբ ինքը վազում է եւ ընկնում է, բայց նորից վերակենում եւ վազում եւ հաղթում է վազքը։ Յուրաքանչյուրի ստեղծած կերպարն ու հնարած պատմությունը տարբերվում էր մյուսից։ Իհարկե, առանց դասընթացավարների ուղղորդման գործը գլուխ չի եկել։ Թումոյում դասընթացները 3 մակարդակի են։ Առաջին մակարդակը վարել է Անի Մանուկյանը, ես երկրորդ եւ երրորդ։ Առաջին փուլում երեխաները հիմնականում նկարչական ունակություններն են իրենց զարգացրել, անատոմիային ուսումնասիրել։ Երկրորդ փուլում արդեն շարունակել ենք եւ արդեն խորացված սկսել ենք աշխատել իրենց կերպարների եւ կոմիքսների վրա։ Իսկ երրորդ փուլում վերջնական մշակել ենք եւ այս արդյունքներին ենք հասել։ Ծնողները հիացած են զավակների աշխատանքով, արդյունքներն ակնառու են։ Ընդհանրապես Թումոյի գործունեությունը մեծ ծնողներիս համար մեծագույն նպաստ է երեխաների դաստիարակության ուղղությամբ։ Թումոն դա մի հարթակ է, որտեղ երեխաները հնարավորություն են ստանում ինքնադրսևորվել եւ ինքնադրսևորման միջոցով առավել եւս զարգանալ։ Ես այս զարգացումը ակնհայտորեն 8 ամսվա ընթացքում տեսա իմ 3 դաստրերի մեջ։ Ուսանողների ստեղծած կոմիքսների պատկերներով բացիկներն ու կրծքանշաններն էլ նվեր ստացան։ Մարինե Մկրտչյան, Արտավազդ Գրիգորյան, օր։ Այսպիսին էր օրը հանրայինում։ Շնորհակալություն, որ դիտում եք։ Բարի գիշեր։ SBS կենցաղային քիմիայի եւ պարֆումերիայի մեծածախ առևտրի խոշոր կենտրոն նախկին RTS-ի տարածքում հանրահայտ ապրանքանիշերով հարստացված տեսականի մեծածախ վաճառք հայաստանյան ներկայացուցիչների գներով անվճար առաքում ԼՂՀ տարածքում աննախադեպ առաջարկ խանութներին եւ առևտրի կետերին ուշադրություն տեղում ապրանքների ընտրության եւ գործարքի ձևակերպման դեպքում պատվիրատուին սպասում է հաճելի անակնկալ SBS ձեր օջախի լավագույն ընկեր։ Հանրապետության տարածքում կդիտվի փոփոխական անպամատություն առանց տեղումների եղանակ վարկյանում 5-ից 8 մետր արագությամբ հարավ-արևմտյան քամի։ Օդի ջերմաստիճանը գիշերը 16-ից 21, ցերեկը 27-ից 31 աստիճան տաքություն։